Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ձեզ բոլորդ, որ այս առավոտ կարողացաք Տերոջդունը կալ միասնապար զինք բաշտելու։ Հոդնգայս աուտքի հոգիով պիտի երկենք 7-րդ շարականը Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ։ Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ, որեն Աստված մեծավ, խաղաղության ձայն հնչեցավ, Սուրբ ողջույնի հրամանդվավ, եկեղեցիս միանց Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 7-ը փրկին բաշտոնը։ Ինչպես որդի մարդոց չեկավ սպասավորություն ընդունելու, հաբա սպասավորություն ընելու եւ իր կյանքը շատերու համար փրկանք տալու։ Վասնզի որդի մարդո եկավ, որպեսզի գործածը Ես եմ թուրը, եթե մեկը ինձ մեներս մտնե, բիդի փրկվի ու բիդի մտնե ու ելե եւ արոտ գտնե։ Արդ Հիսուս նորեն խոսեցավ անոնց ու ասավ. Ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ ետևես ուրա, խավարի մեջ պիտի շշալե, ապա գնաց լույսը պիտի ունենա։ Եվ Հիսուս ասավ անոնց. Ճշմարիտ գսեմ ցեզի, թե Մովսես չդվավ ցեզի երկնավոր հացը, բայց իմ հայրս կուտա ցեզի ճշմարիտ երկնավոր հացը։ Հիսուսը ասավ. Ես եմ ճամփան ու ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը որը ողջ չկա, եթե ոչ ինձ մոտ։ Հիսուսը ասավ անոր. Ես եմ հարությունը ու կյանքը, ամ որ ինձի գահավադա, թեև մեռնի պիտի ապրի։ Եվ այն ամենը, որ կենդանի է ու ինձի գահավադա, հավիտյան պիտի չմեռնի, ու գահավադաս։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված իր որդին չղրկեց աշխարհը, որպեսզի աշխարհը կատե, հապա որպեսզի աշխարհը անով կրկվի։ Ամ որ գահավադա անոր չթադապարտվիր, եւ ամ որ չհավատա, անիգա արդեն թադապարտված է, վասնզի Աստծո միածին որդուն անվանը չհավատա։ Դերորդներ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով դերոջքահում մոտեցնե։ Ով դեր մեր փրկիչը, մեր թագավորը, որ մեր սրտերու մեջ կփնագիս, կգարավարես մեզ շնորհակալության հոգիով քո առջևդ կուքանք, գերգրբակենք, կբաշտենք քեզ եւ փառք կուտանք, որ այս օրհնյալ արիթը դարձյալ շնորհեցիր մեզի։ Շնորհակալ ենք Տեր հավատքով գուքանք, որովհետև գիտենք, որ խոսպանդ համաձայն մեր մեջ ներկա ես,
Շնորհակալ ենք, որ Տուն դեր մեզ գործնես, գուզես մեզ ուրախ պահել, գուզես դեր մեզ օրհնել եւ քու սկանչելի ծրագիրներուդ մեջ մեզյալ դեր բաժին գուդաս, որբեսի մաս կազմենք եւ այսպեսով դեր գուզես, որ մենք քեզի հետ կորձակցենք։ Շնորհակալ ենք դեր, որ մեզի պես անարժաններուն այսպեսի շնորհ կնես, մեր թիրքը բարձրացուցած ես, փառք կուտանք, որ ընդունեցիր մեզ որպես քու զավակներդ, այո դեր օդար չենք, հաբա դեր քու զավակներդ ենք եւ գուքանք քու արջևդ որպես քու զավակներդ եւ հայր կգոչենք քեզ, փառք կուտանք դեր, շնորհակալ ենք, որ թունես միակ փրկիչը, թունես կյանքի աղբյուրը, թուրը եւ դեր Տուն գադարյալ փրկիչ ես, ամենագարող փրկիչ ես, այս պահուց դեր աշխարհի բոլոր գողմերը փյուրավորներ, որոնց փրկած ես, քեզ կբաշխեն, քո անունդ կմեծարեն, եւ շնորհակալ ենք դեր, որ մեզի այնպեսի հույս մտված ես, որ գենթանի է, ճշմարիտ է, քու վրա հիմնված է, քու խոսքերուդ վրա հիմնված է, եւ օրը քու բոլոր զավակներդ միադեղ բոլորը միասին դեր հավիդյան քեզի հետ պիտլան եւ մեզ պիտ սերբազադես այս չար աշխարհեն դարաբանկները, ցավերը, հիվանդությունները այո դեր շնորհակալ ենք որ հիմա մեր հոգին խաղ է ցուցած ես բայց օր պիտի կա որ դեր որ մեր մարմիններն ալ պիտի հանգչեցնես շնորհակալ ենք դեր այս հույսին համար մենք ուրախ ենք որ քեզի պես հիանալի դեր ունենք, ընդունե մեր պաշտամունքը եւ կխնդրենք, որ հadouk կերպով օրհնես այս պահը, խոսքիդ մատակարարություն, օրհնությունը լա, շինությունը լա, ինչու՞ չէ նաեւ դեր փրկություն բոլոր անոնց համար, որոնք դակավին քեզ մեհերու են։ Դեր հիշե մեր նյութերնալ, մեր սրդերու վրա ծանրացած նյութեր ունենք, հիվանդներ ունենք, անուններով բոլորը քու շնորհած կայդարչև կփերենք, որպեսի գադարելապես բժշկես։ Հիշե դեր անոնք, որոնք դգար են, քեզ մեհերացած են, անոնցալ դեր թուն հadouk կերպով այցելես եւ դեր քու սիրովդ քեզի քաշես։ Փառք կուտանք, որ երգայնամիտ կլաս մեր թերություններու, դգարություններու, գամփերես եւ գուզես, որ քիտագից դառնանք, թե ով ենք մենք, թե առանց քու շնորհքիդ ոչինչ չենք։ Դեր ընդունե մեր պաշտամունքը սկիզբեն մինչև վերջ ցերկերու կանցնենք։ Փառքիդ համար կխնդրենք Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառաբանենք մեր Տերը երգելով 186-րդ երգը։ Ահա գանքնած թրանդարչին, քեզ գգանչեմ բաղադակին։ Ահա գայնած թրանդարչին, քեզ գցայնեմ բաղադակին, սիրտ մեղավոր լսես շեշտերս, գերնամ կալներս, գերնամ կալներս, ահա գայնած թրանդարչին, քեզ գցայնեմ բաղադակին, սիրտ մեղավոր լսես շեշտերս, գերնամ կալներս, գերնամ կալներս, փուշով սակված քեզի համար, սպասեցի համբերադար, լսե հոգի փրկի դաղերս, գերնամ կալներս, գերնամ կալներս,
Գայնած դրան դարջին, կեզ գցայնեմ բաղադակին, սիրտ մեղավոր լսե շեշերս, գրնամ կալներս, գրնամ կալներս, թոզուր չանցնի մաղերսանք, հիշե իմ վիշտու թանդան չանք, մահվան մղեց կեզ համար սերս, սիրտ մեղավոր գրնամ կալներս, ահա գայնած դրան դարջին, կեզ գցայնեմ բաղադակին, սիրտ մեղավոր լսե շեշտերս, գրնամ կալներս, գրնամ կալներս, քեզին պերիներում հրջվանք, խաղաղություն սուրբ սերնորգյանք, խեղծ սիրտահան իմ նվերներս, զիսկ ընդունիս գրնամ կալներս, ահա գայնած դրան դարջին, կեզ գցայնեմ բաղադակին, սիրտ մեղավոր լսե շեշտերս, գրնամ կալներս, գրնամ կալներս, Աստված ովևէ ադեն չստիբեր ինձինքը, միշտ հարց կուտա, գրնամ կալներս, մեզի ազատ թողոցած է ազատ գամքի պատճառով։ Մեր փարապանությունը շարունակենք երգելով 485-րդ երգը, երբ մեր ժես շարունակ, դերոջ ռավերն անուշ։ Երբ մեր ժես շարունակ, դերոջ ռավերն անուշ, ու կագետ մուծայր սուրբ օգույն, կեզ չլան լսելի, ամփոխին մեջ մոլի, հաշվի արիր զայստուն, հաշվեցիր կինահեր, դու հոգույտ գորստյան, հոգ չէ թե շայիս աշխար համայն, ճիշտ իմա տերևսուն, ասաց ես այն գետին,
արիր զայստուն հաշվեցիր կինահեր քու հոգույթ որստյան հոգ չտեր շայս աշխարհ համայն ճիշտ իման տերևսուն ասած ես այն գետին գուզես հաշվել մեծքին քանի որ թուրնանոր ողորմության է պաս ու անհուսերնա չես վարած փժշկվիլ չես ուզեր փսցալով արզիստեր հաշվի արի մեծքին հաշվեցիր կինահեր քու հոգույթ որստյան հոգ չտեր շահիս աշխարհ համայն ճիշտ իման տերևսուն ասած ես այն գետին գուզես հաշվել մեծքին Այո սիրելներ քանի ժամանակը դակավին ուշ չէ հաշվի առնելու ենք մերժելու չենք այն շնորհքի թուրը որ դերը մեր առջև բացած է մեր վերջին փառապանությունը բիդելա 28-րդ երգը որ մեր դոյ ժամանակը հայդարարություններուն եւ ապա նվիրավակին պիտի հատկացնենք Ոհայնցրի եւ արածեն զոր շնորեց ինձ փրկիչ դեր Ոհայնցրի եւ արածեն զոր շնորեց ինձ փրկիչ դեր երբ սավ մտնեմ վերին դուս վսեմ փրկարար մեծ սիրո ջամփով փրկարար մեծ սիրո ջամփով բիդի մտնեմ փարածուս փրկարար մեծ սիրո ջամփով թողուց կյանք խաչին վրա որ գործված կյանք ունենա ցույց կուտա ջամփան փարախորիմ դան փրկարար մեծ սիրո ջամփով փրկարար մեծ սիրո ջամփով փրկարար մեծ սիրո ջամփով պիտի մտնեմ փարածուս փրկարար մեծ սիրո ջամփով Բիտքով եմ դեր երկովնիմ սրբոցքով մինչև հասնիմ բիչելեմ ալթուրս և մտնեմ իմ դուս փրկարար մեծ սիրո ջամփով փրկարար մեծ սիրո ջամփով փրկարար մեծ սիրո God.
Փառք Տերոջ։ Աստծո խոսքեն հատված կպիտի գարտամ, որ գտնվի ծննդոց 6-րդ գլուխի մեջ։ Մեգեն 8 համարները պիտի գարտամ։ Եվ եղավ, որ երբ մարդիկ երկրի վրա շատնալ սկսեցին, ու իրենց աղջիկներ ծնան, Աստուծո որդիները մարդոց աղջիկներուն քեղեցիկ ըլլալը տեսնելով, ամեն իրենց ընդրածներեն իրենց գիներ գարնեին։ Եվ դերը ասավ, իմ հոգիս միշտ մարդու վրա պիտի չմնա, վասնզի անիգա մարմին է, բայց անոր օրերը 120 տարի ըլլան։ Այն օրերը երկիրի մեջ հսկաներ գային եւ անգետնալ, երբ Աստծո որդիները մարդոց աղջիկներուն գմտնեին, որոնք անոց զավակներ գծնանեին։ Ասոնք իբաղուց հետե զորավոր ու անվանի մարդիկներ էին։ Եվ դերը երբ դեսավ, որ մարդոց չարությունը երկրի վրա գշատնար, ու անոնց սրդին խորհուրդներուն բոլոր քաղաքարները միայն չար էին ամեն օր։ Դերը երկրի վրա մարդը ստեղծելուն զղջաց, ու իր սրդի մեջ դրդմեցավ։ Եվ դերը ասավ, երկրի վրայեն չնչեմ մարդը, զորը ստեղծեցի, մարդեն մինչև անասունները և սողունները ու երկինքի թրջունները, վասնզի զանոնք ստեղծելուս կզղջամ, բայց նոյ դերոջ առջև շնորհք կտավ։ Թող դեր օրհնե իր խոսքին ընթերցանությունը, այս հատվածի մեջ բավական խրթին հարցեր կան, բայց ես կուզեմ Նոյան դաբանը և անոր առնչագից թեպքերը մեր խորհրդածության նյութը դարձնել և շեշտել գարմը կարևոր ճշմարտություններ։ Մարդուն աբականած բնությունը զոր ժառանգեց ատամեն, չրեղեղեն ետ գնալ, շարունակվեցավ այս բնությունը իր մեջ մնաց, և մարդիկ դարձյալ շատնալու սկսան այս աբականած մեղավոր բնությունը իրենց մեջ գրելով։ Մարդը խորհուրդով մեղք կգործե, մեղքեր զոր չերևար, խոսքերով և գործերով ալ մեղք կգործե, քանի որ բնությունը մեղավոր է, մեղավոր բնություն կգրե։ Մարդը իր սրտի մեջ ֆաբրիկ ունի, գործարան ունի, որ միայն մեղք կարտադրե։ Այս է մարդուն սիրտը։ Աստված նայեցավ, տեսավ, թե աբականած էր, ինչպես կարդացինք։ Ինչը աբականած էր, մարդը, այսինքն սիրտը, մարմինին անդամները, իր հրանքները սիրտեն կստանան։ Եվ երբ սիրտը աբականած է, աչքը, ականջը, ձեռքերը, ոտքերը, լեզուն, ինչ կարտադրեն, երբ աբականած սիրտեն կմղվի, մեղք կարտադրե։ Ամեն մարմին իր ջամփան աբականեր էր, կարդացինք, եւ մեր նույթն աբիդլլա նոյան դաբանին պատկամը։ Փամը երբ գաբականի ինչ կնենք, գբահենք դեղմը, գտապենք, ամբիդան գտարնա, կործածելի չտարդար։ Մարդոց խորհուրդները աբականած են, մարդոց խոսքերը աբականած են։ Ինչ է այս օրվան նյութը զոր մարդուն սրդի մեջ գդիրե, ինչ է, ինչ կխորի, մարդիկ ինչ կխորին, մարդոց գործերը աբականած են և բոլորիս ծանոթ է այս հետևանքը, սրդին հետևանքը։ Սակայն այս բոլորին մեջ կտեսնենք, ինչպես կարդացինք հատվածի մեջ, մեկը, որ Աստծո առջև արդարությամբ կգալեր, որովհետև այդ անձին մեջ
Աստված գար գփնագեր անոր սիրտը Աստուծո հետ էր սիրտը որ հոժար էր Աստուծո հնազանդելու անոնք որ գսեն եղբայր այնպեսի տարումը մեջ գաբրինք այնպեսի շրջանագի մեջ գաբրինք որ չես կրնար Աստուծո հետ քալել գուզես քալել բայց չեն ցիկեր չեն թողեր շուրջինները չեն ցիկեր ավելի ճիշտ է ասել չեմ ուզեր քալել եւ ոչ թե չեն թողեր եթե մեկը չուզեր Աստուծո հետ քալել բաճարապանություններու ցանկը գրնա ներկայացնել գտնե եթե չգտնե գստեղծե գշինե անդրանփանական բաճարապանություններ որտեվ կուզե հերանալ Աստծուց տեսավ հերույեն չի բարևեց չի ժպտաց տունը չի կանչեց բարևը չեր փամը գա փամը ունի փամը գիշեմ ես այն օրը խոսք մսավ եւ այնպեսի հիվանդ միտքը բաճարապանություններ կստեղծե որբեսի ցույց տա որ ես պիտի հեռանամ Աստծուց երբ որ մեկը գուզե Աստծո հետ քալել անպայման պիտի քալե նոյ գենթանի վգամն է անիմաստ է բաճարապանությունները եթե մեկը իրապես գուզե բոլորը մեկ կողմ գտնե որտեվ սիրտը Աստծո վրա է ինք գուզե աշխարհ աշխարհի մեջ Աստծո հետ քալել նոյի բարակային եթե սերդենք աչը ցախը նայինք դիրող վիճակը եթե ուզեր գրնար բաճարապանություններ ներկայացնել սակայն չրավ որտեվ սիրտը Աստծո վրա գարչած էր այդ սրդի մեջ Աստված գար գկառավարեր այդ սիրտը եւ 22-րդ համարի մեջ կգարտանք որ նոյ հնազանդեցավ եւ նոյ եւ ըրավ նոյ Աստուծո իրեն բոլոր բադվիրածի պես այնպես ըրավ այս դեպքի մեջ Աստուծո կորձերուն նկատմամբ մի քանի ճշմարտություններ կտեսնենք մեկ թե Աստված ամեն բան կտեսնե եւ դերը երբ դեսավ որ մարդոց չարությունը երկրի վրա կշատնար դեսավ Աստված կտեսնե ոչ թե միայն գիտե կտեսնե սիրտդ կտեսնե քեզի կտեսնե քո վարմունքդ կտեսնե խոսքերդ կլսե Հիսուս հերույեն Փարիսեցիներու խորհուրդը գարտած ինչ կմտածեին Աստված կտեսնե Աստված զաղրչլար ոչալ գխապվի ոչալ գդարվի արդակին երևույթներով ինչպես մենք գդարվինք գխապվինք դերը արդարը բիդի վարծադրե եւ մեղավորը բաճե երկու ամեն բանի վրա գիշխե փնության վրա նոյան դաբանին հետ արչվող ինչ դեպքեր որ գդարվեցան այս կտեսնենք Աստված փնության վրա գիշխե անասուններուն վրա փուսական աշխարհի վրա գադարյալ իշխանություն ունի անասուններ զույգ դաբանը մտան զույգ ինչպես զույգ մտան Աստված հրամայեց եւ անոնք մտան գխորիկ թե նոյ քնած փնդրեց եւ զույգ առաջնորդեց դաբանը Աստված հրամայեց այո Աստված կհրամայե եւ անասուններ եւ ամեն բան փուսական աշխարհը փնությունը կհնազանդի գեցուկին հրամայեց որ միջեկրական ձով երթա հոն գեցուկ չաբրիր միջեկրականի մեջ հրամայեց եւ քնած ցուկը հնազանդեցավ ան քերփնական անձնավորություն է նույն օրը անտունտին բոլոր աղբյուրները ջեղկվեցան
ու երկինքի բադուհանները բացվեցան, Աստված հրամայեց եւ դեղած անձրևները։ Երեք անոր արդարությունը կտեսնենք այս դեպքի մեջ։ Նոյին բարձադրեց եւ մեղավորներուն պատճեց։ Այս է Աստուծո սկզբունքը։ Երևակայեցեք, եթե Աստված այս սկզբունքը չունենար, արդարը բարձադրել, մեղավորին պատճել, եթե այս սկզբունքը չունենար, ինչ պիտի լար։ Երևակայեցեք, երկիրի մեջ թադավորներ գոյություն չունի։ Ինչ պիտի լար։ Ամեն մարդ ուզածը պիտներ։ Թադավորը հոն է, որբեսի արդարը բարձադրե եւ մեղավորին թադաբարտե, պատճե։ Ուր մնաց Աստված, որ սուրբ է, արդար է, իր աթորը, Աստուծո աթորը կգարտան, որ արդարության վրա հիմնված է։ Այստեղի թադավորները դակից կուտաս կրնան փոխվել, բայց սուրբ Աստված ոչ։ Այս է սկզբունքը։ Շնորհքի տնտեսության մեջ այս սկզբունքը փոխված չէ, Աստված նույնն է, սակայն որովհետև Տեր Հիսուս Քրիստոս խաչին վրա մերավ մեղավորներուն դեղը, անոր համար երկայնամիտ կլա, ոչ թե փոխված է, սկզբունքը նույնն է, մեղավորին պիտի պատճե, եթե չընդունի հրավերը Տեր Հիսուսը, անոր գադարած փրկագործությունը անպայման պիտի պատճե, իր արդարությունը, սրբությունը գստիպե այդ ընել, բայց հիմա երկայնամիտ կլա եւ կգանչե բոլոր մեղավորներուն, որ անոնք ապաշխարեն Հիսուսի դառնան։ Այս դեպքին մեջ եկեղեցվո հայրեր քեղեցիկ խորհրդաբատգերներ կտեսնեն։ Դաբանը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Դաբանի մեջ Նոյ եւ իր ընտանիքը ապահով էին։ Այդպես ալ Քրիստոսի մեջ մենք ապահով ենք։ Ինչալ ըլլա մեր հասակնալ գարցնեն ապահով ենք, խաղաղ ենք, ան մեր սրդերու մեջ կպնագի գաբրի։ Չրեղեղը Աստուծո փարգության խորհրդաբատկեր է։ Աստված համբերեց, դարիներ համբերեց, բայց երբ ժամանակը եկավ, իր փարգությունը թափեց։ Նոյ եւ իր ընտանիքը եկեղեցին խորհրդաբատկերը կտեսնեն։ Իրարու միջև խաղաղ էին, ուրախ էին, որտեղ բոլորը դաբանի մեջ, Քրիստոսի մեջ, այսպես ալ հավատացյալը իր ուրախությունը կգտնե եկեղեցի մեջ, իր նման հավատացյալներու մեջ։ Հագարակ մեկը մույսեն դարբեր է, բնավորությամբ, թերություններ, դգարություններ, լեցուն, մեծեն պրդեմի չէ փոքրը, բայց հոն հավատացյալը ուրախ է։ 120 տարի ուրեմն ավելի Նոյ Աստուծո պատկամը փոխանցեց, խոսեցավ, սակայն Աստված երկայնամիտ եղավ եւ համբերեց։ Եվ հիմա ամենակարևոր պատկամը գուզեմ ցեզի փոխանցել, որ հասկանալն շատ թյուրուն է։ Պիտի գարտամ Մատթեոսի 24-րդ գլուխին 37-39 համարները։ Մեր Տերը գսե, բայց ինչպես Նոյի օրերը եղավ, Որտո մարդո քալուս տնալ այնպես պիտի ըլլա, քանզի ինչպես էին այն օրերը չրեղեղեն առաջ, գուդեին, գխմեին, գին գարնեին ու երգան գուդային, մինչև այն օրը, որ Նոյ դաբանը մտավ, եւ չկիցան, մինչև չրեղեղը եկավ ու ամենը վերցուց, որտո մարդո քալուս տնալ այնպես պիտի ըլլա։ Տեր Հիսուս Նոյի ժամանակաշրջանի մեջ ապրող մարդոց մտայնությունը օրինակ բերավ, որպես վիճակը զոր պիտի դիրեր աշխարհի վրա, առաջ որ ինք վերադառնար։ Եվ այդ վիճակը վերջին օրերու մեջ եղող վիճակն է։
Մեր դիրոջ այս արդահայտությունը ցույց կտա, որ Նոյան դաբանը եւ ինչ որ բադայեցավ այն ադեն արասպել մչեր։ Հիսուս արասպելներ օրինակ չբերեր։ Արասպելներ չէր։ Հաբա իրական վիճակ մներ զոր գդիրեր երկրի վրա։ Այդ օրերուն մինչ Նոյ դաբանը գշիներ եւ միևնույն ադեն գքարոզեր նյութ ունենալով ինչ է նյութը Աստուծո փարգությունը սակայն առաջ փրկության միջոց մգա դաբանը ցեզի համար գշինեմ Աստուծո գոմե բատկամ է այս էր նյութը մարդիկ լսեցին այո լսեցին մեկ տարի չէ երկու տարի չէ 120 տարի է ավելի գրնակ երևակայել ինչ էր մարդոց թիրքորոշումը որում պատճառավ Աստուծո փարգության արժանացան անհոգությամբ զիծաղին Աստուծո ծառային վրա եւ անհավատություն չհավատացին անհավատությունը այս է Աստուծո ըսածին չհավատան ներկա ժամանակաշրջանն մարդիկ անհոգ եւ անդարբեր են խոսիր ովևէ մեկուն հետ ապաշխարության մասին մինչև սկսեն մենք ապաշխարության բեք չունենք այդ տեսակ հիվանդ միտքեր կան Ճիշտ մարդիկ այդ օրերուն ինչպես էին այսօրալ դույնն են անհոգ եւ անդարբեր են իրենց հոգին փրկությունով եւ հագարագող Աստուծո գամքին այդ չէ աշխարհի վիճակը ոչ թե Աստուծո քոյության չեն հավատար չէ հաբա անոր ըսածներուն չեն հավատար Աստված բան գսե իրենք ուրիշ բան գսեն Իմ ըսածս ոչ թե քու ըսածդ Իմ ուզածիս պես եւ ոչ թե քու ուզածիդ պես Գահավատամ այո դու մեզ ստեղծեցիր գահավատամ դու ամենակարող ես բայց իմ գամքս ու ոչ թե քու գամքդ Ես ինչպես որ համոզված եմ այդ է ճիշտը եւ ոչ թե իմ համոզում ես դուրս դարբեր բաներ կներկայացնես որբեսի ընդունիմ ոչ չեմ ընդունիր ընտանեկան եւ ընկերային կյանքի համար իմ հնարած չափանիշերս եւ ոչ թե քուգինը մոդան անցած է չէ չի կալեր հիմա այս աշխարհի վիճակը Իմ ըսածս, իմ համոզումս, ոչ քուգինդ, այս է մարդոց թիրքորոշումը գրոնի պատկանելություն ունին կամ ոչ, մեղքը սիրելիներ, ուտել, խմել, գինարնել, էրգանդալ չեր, Հիսուս որ հոսսավ, հաբա մարդուն գետրոնացումը իր անցին վրա, ու միայն իր եսը քոհացնել էր, անցնաբաշ թարնալներ, անցնագետրոն կյանքներ, ասված իրենց խորհուրդներեն դուրս ցկված էր, այս չէ այսօրվա վիճակը, ասված դուրս, դու մեզ հետ կոր չունիս, մենք ուրդեղները հասանք, դու մեզի այնպեսի բատվերներ գուդաս, որ ինչ կխոսիս դու, մենք Լուսին ելակ, ուրդեղները պիտի հասնիք թեր, մեր ուզածը, այս է աշխարհի վիճակը։ Եվ եթե նկատի առնենք, Բոս Արաքյալի խոսքերը վերջին օրեր մեջ մարդոց մտայնության եւ անոց վիճակը ներկայացնող անվիճելի իրականություն կդառնա ու մեզ կհամոզեն, թե մենք այնպեսի օրերու մեջ կապրենք, որ Տեր Հիսուսի վերադարձը մոտեցած է։ Եթե Տերը գամի եկող գիրագի մի քանի
զգայացունց նշաններու մասին պիտի խոսենք։ Լսենք Պողոս Արաքյալ ինչ կսե։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 1-5 համարները։ Եվ զայս գիտիր, որ վերջին օրերը չար ժամանակներ պիտի կան։ Բասնզի մարդիկ պիտի լան անցնասեր, արձատասեր, ամփարդավան, հբարդ, հայհույչ, ծնողներու անանազանդ, աբերախտ, անսուրբ, անկուտ, կուտ ըսված բան ու գոյություն չունի այսօր։ Ուզել եմ մի քանի միլիոն մարդիկ թողերնին, վերջին հոգերին է, կուտ չի կա, մեղք է, սա մարդուն մեղկանանք չի կա, անկուտ, անհաշտ, փանսարգու, անժուժգալ, թաժանապարո, բարին չսիրող, մատնիչ, հանթուքն, քորոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր, որոնք աստվածպաշտության երբարանք ունին, բայց անոր զորությունը ուրացած են, և թուն ասոնց մեկտի գեցիր։ Աստվածպաշտության երբարանքը մնացեր է, երբարանքը։ Մեր պաշտամունքը հիանալի է, ասպես կսկսենք, այսպես կվերջանանք։ Մենք լավ խոսող ունենք, մեր պաշտամունքի ընթացքին այդ մասերը դեղմը չես տեսներ, երևույթ մգա։ Աստվածպաշտության երբարանքը մնացեր է, անոր զորությունը, ինչ կհասկնակ անոր զորությունը ուրացած են, այսինքն Աստուծո համար ապրելու զորությունը ուրացած են։ Հարցոս է, հարցը եկեղեցի երթալքալ չէ, Աստուծո համար պիտի ապրի մարդը, ուրացած է, չի գրնար Աստուծո համար ապրի, չուզեր ապրի, ուրացած է։ Նոյան դաբանի շինության համար աշխատող բանվորները գնմանին այն մարդկանց, որ Աստուծո ծառայելը իբր արհեստ ընտրած են, թրամ թիզելու համար պաշտոնյաներ են, և այդպեսիներ դաբանը պիտի չմտնեն, ինչպես անոնք չմտան։ Ով գսե այս խոսքերը, Սուրբ Օգոստինոս։ Ինչ մարդիկ այսօր գրոնի թրոշինդակ այնպեսի կործեր գնեն, ցավալի երևույթ է տեսնել, մեծ տոկոսով մարդիկ, որոնք քրիստոնեության թրոշակին դակ գկործեն թրամ թիզելու նպատակով։ Մարդիկ կքայթաղին, լավ չէ, հոչ ժողովուրդները կքայթաղին, վերջին հոգերն է, ինչ հոգի է այս, ինչ խիղճ է, որ խանձված է, և Աստուծո ցայնը չեն լսեր, ասոնք Քրիստոս հետ ովևէ կապ չունին, արդար թադավորը պիտի թադե, անպայման ոչ ոք խուսափի չգասկածի ասոր։ Դեր Հիսուսի խոսքերը լուրջի պետք է առնենք, Մատթեոսի մեջ որ գարտացինք, անգամ մնալ գարտանք, Մատթեոսի 24 գլուխի մեջ, բայց ինչպես էին Նոյի օրերը եղավ բորտվո մարդո կալուսնալ այնպես պիտի ըլլա։ Նոյի օրերը մարդոց մտայնությունը զաղրել, անհոգ, անդարբեր, Աստուծո ուսածին չհավատալ, դարիներ խոսեցավ, Նոյ խոսեցավ, չհավատացին, այդպես պիտի ըլլա, որդվո մարդո կալուսնալ։ Ինչ գեզրագացնենք, որ այսպեսի օրերու մեջ կապրինք, ուրեմն Հիսուսին կալուստը մոտեցած է, և հարցումը զորգողվի քեզի, և միայն թուն պիտի պատասխանես, անոնք որոնք մեզ գունգընտրեն համացանցի միջոցով, թուն պիտի պատասխանես, թրացի չէ, գինը չէ, զավակները չէ, ամուսինը չէ, թուն պիտի պատասխանես, դաբանին մեջ ես, թե ոչ թուրսն ես։
Ես լավ եմ, իմ սիրտս բարի, ես եկեղեցի գերտամ, ես որում վնաս հաստուցած եմ, ես ծաղմոս կգարտամ, Սուրբ Գիրքը բարձից տակ կտնեմ, ասոր անորգո, հարցում այդ չէ, ինչ գնես չէ, Սուրբ Գիրքը ուր գտնես կամ որքան կգարտաս չէ, ես լավակուն համայնքին կպատկանիմ, ես ինչ կխորիստուն, բզդիգուց, հայրս, մայրս, զիս ծերկես բրնած, եկեղեցի դարած, հարցում այդ չէ, որ համայնքին կպատկանից, դաբանին մեջ ես, Օգոստինոսին սածի պես, և բոլոր եկեղեցի վայրեր, Քրիստոսի մեջ ես, թե դուրսն ես։ Ես շատ մոդ եմ, բայց մեջը չէ, մեջը չէ։ Եթե մենք բասի ստեյշն երթանք, տեսած եք բոլորըդ, հերույեն ալ գվազեն, մեկ կոմեն մուշ սգացնին, որ հասնին բասին, չեն հասնիր, կկոցվի, բասը գերթա, մոդել, սաբույե մեջ ալ այդպես կլա, աստիճաները գիշտան արագ, հերույե, դուրսը մնաց, մույսը երկու քայլ, դուրսը մնաց, հարցը Հիսուսի մոտ ըլլալը չէ, հարցը անոր մեջ ըլլալն է, որտև այդ քեզի պիտի փրկե, ոչ հովիվդ, ոչ բադվելին, ոչ համայնքդ, երբեք համայնքդ պիտի փրկե, ապահովությունդ Քրիստոսի մեջ է, եւ հարցումը այս է, լուր չի առ, Հիսուս կսե, Հիսուսի խոսքերն են, ինչպես էին Նոյի օրերը, այնպես պիտի լա որդո մարդու կալուսնալ, այնպես որ լրջորեն խորհե, մի բարձենար քու իչկերովդ, քու անցյալովդ կամ ներգայովդ, եթե մեջն ես երանել ես, նոյան դաբանը բարզ բատմություն բչե, այլ աստուծո գոմ է, բատկամ է, մարդուն հավիդենական ճագադակերին հետ առնչություն ունեցող բատկամ է, գադակ միներ, լուրջյար, եթե Հիսուսը ընդունաչես այսօր ըսե ով դեր, ես մինչև հիմա քեզի քու մոդը դեի, բարի էի, լավ էի, եկեղեցի գերտայ, մոդը դեի, բայց այսօր գհրավիրեմ սրդիս մեջ, իմ սիրտս եկուր քրավե, ուզեմ քու մեջը դլալ, այն ադեն թուն խաղաղություն պիտի ունենաս եւ գադարյալ ապահովություն։ Ուզես այսօր այս քայլը առնել։ Մեր գլուխները խոնարեցնենք աղոթքի համար։ Այս արիթը չեմ ուզեր, որ փախցնես։ Թերևս ուրիշ անգամ արիթ չես ունենար։ Քեզ վախցնելու համար չեմ ասեր։ Կյանքը անըստույք է։ Եթե ուզես դաբանի մեջ Քրիստոսի մեջ լալ, հետևյալ աղոթ գրե, խոնարե անոր առջև եւ ըսե Դեր Հիսուս, մինչև հիմա ես կբարձենայի իմ համայնքովս, իմ եկեղեցիովս, իմ հոգևոր առաջնորդովս, բարի գործերուս կվստահեի, բայց այսօր կուզեմ քու մեջը դլալ, կհրավիրեմ քեզ իմ սրտիս մեջ, եկուր փնագե եւ գարավարե իմ սիրտս, այո դեր, գնդունին որ մեղավոր եմ, փրկեզիս մեղքի զորութենեն, իշխանութենեն եւ գուզեմ այսուհետև քեզի համար ապրիլ, հավատալ ոչ թե քու քոյությանդ, հաբա հավատալ քու ըսածներուդ եւ գադարել հնազանդիլ քու գամքիդ։ Ընդունե իմ աղոթքս փառքիդ համար։ Ամեն։ Դերը ցեզ արադապես օրհնի։ Շնորհակալ ենք Տերոջմեն եւ դեր շնորհ որ ամեն մեկս լսենք Տերոջը ցայնը եւ մտնենք այդ դաբանին մեջ։ Նաեւ գուզեի
Հիշել, որ նվերքույրը կորձողություն ունեցավ այս շաբաթ, դերը գադարյալ բժշկություն դա իրենալ։ Պիտի վերջացնենք երկելով 446-րդ երգը, որուն երրորդ տունը զանց պիտենենք եւ 5-րդը ոտքի եւ հովիվի նաոտքով պիտի փակենք։ 4-4-6 Դեր ցայնդ կլսեմ Դեր ցայնդ կլսեմ որով զիս կգանչես գուքամ որ զիս ուրբարինով լվաս մեղկե մակրես Դեր քեզի գուքամ հիմա զիս լվաս Zis magresur parinov Eliali Golgotha Dăgar yev bilțucam Tu der its ujgudas Yev forțin enger magălam Surpa Ով դեր շնորհակալ ենք Սուրբ եւ Բադվական Արյանդ համար, որ մեր բոլոր մեղքերը չնչեց։ Շնորհակալ ենք դեր, որ երգայնամիտ գլաս մարդոց, անոնց, որոնք դագավին քեզի հագարակ յանք մգաբրին, անհոգ եւ անդարբեր են, խոսքիդ չեն հնազանդիր, գահամբերես, որբեսի դեր քեզի թարդան։ Գաղոթեմ դեր, որ այս վերջին օրերու մեջ քո օգիտ թափես եւ կործես բոլոր մեր սիրելիներուն, բարեկամներուն, ծանոթներուն սրտերուն մեջ, որբեսի դեր անոնք արթնան եւ դեր քեզի թարդան։ Հասկանան, որ թունես խաղաղության իշխանը, թունես հավիտենական կյանք շնորհողը։ Գաղոթեմ դեր գնքես խոսքդ յուրաքանչյուրի սրտի մեջ։ Քու փառքիդ համար ամեն։ Amen.